Այսօր հոբելյանական չեմ հիշում որ երրորդ խոզարկությունն էր մեր տանը։ Հա, շնորհակալություն։ Էլի ինչ որ նախորդ անգամներ էր, չգիտեմ, ման են գալիս։ Ինչ բաներ արել են։ Ինչ որ կարող է այն բաները ինչ որ իրանց կարար հետաքրքրել, բայց ամեն անգամ նույն պատմությունն է, այտենց ինչ որ։ Չէ, ոնց որ ինչ որ բան այտենց չվերցրել։ Հա։ Իսկ ինչքան տևեց բանը։ Բան չի էլի, ոնց որ տեխնիկական ավելի շատ նախաքննական process-ով պայմանավորված կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել, որ ինչ որ բան չեն տարել։ Դուք ինչ եք մտածում կներեք, դուք ինչ եք մտածում բան Կարապետյանը խոստոսություն երբ ազգային ժողովը գնահարվի, հետո դատախազը կգա ձեր հետևից թե ոչ։ Չգիտեմ, կարա գա, կարա չգա, ոնց իրանք ուզում են։ Իսկ դուք այս ամբողջ process-ի հետ կապված ինչ գնահատական ունեք պարոն Կարապետյան։ Դե պարզ արտահայտված քաղաքական գործոնով, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Մեր հասարակության մեծ մասը արդեն համաձայն է, բայց ինչ որ մաս իրեն դեռ աջակցում է, բայց չգիտի, որ սխալ ճանապարհ է մարդը տանում։ Այսինքն սրում է հարաբերությունները։ Երեկվա իր խոսքերը հիշում եք, երեք մի քանի միլիարդ մենք պահանջ ունենք, ինքը սրում է, նույն ձև ինքը Ադրբեջանի նախագահի հետ էր այն ժամանակ խոսում։ Ինչ եղավ, ինչ ստացանք, ինչ կերանք։ Երեգել հիմա սրում է ուրիշ երկրի։ Ադրբեջանից 30-40 անգամ մեծ երկրի հետ հարաբերություն։ 30-40 չէ, կնեք 120 անգամ մեծ երկրի հետ։ Կոնկրետ ո՞ր ասածս երեկվա նկատմամբ։ Երկաթուղու հետ կապված, այլ բաների հետ կապված սրում է հարաբերությունները երկրների հետ։ Այն ձևով ինչ որ սրել էր Ադրբեջանի հետ, ինչը բերեց պատերազմի։ Կար սրված էր Ադրբեջանի հետ հարաբերությունը, բայց առիթ է տալիս։ Մենք դեռ չենք մարսել են մի թշնամուն։ Ինչու է նոր թշնամի ստեղծում մեզ համար։ Թող պայմանավորվի, չի կարողանում պայմանավորվել, նախորդ անգամ էլ չէր կարողանում պայմանավորվել։ Մեր հաշվին է դա անում, ինքը էլ իր թիկնապահներով քայլելու է։ Դա մեր ժողովրդի հաշվին է։ Հիմա այն մարդիկ, ովքեր իրան ծափ են տալի, հարգելի հայրենակիցներ, ով որ այս պահին Փաշինյանին ծափ է տալի, ասում է, տեսեք ինչ, չգիտեմ, հակա այս երկրի քայլ արեց բան, նույն մարդիկ ծափ էին տալի 2020 թվականի պատերազմից առաջ։ Պարոն Կարապետյան, բայց ու բերեց այդ հետևանքների, չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել։ Աշխարհի հետ պետք է հավասարակշռված, որ երկրորդ անգամ չառերեսվենք, նրան ինչ որ առերեսվեցին։ Բայց ասում է որպես գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ վատ բան է արել Հայաստան, ասում է Ռուսաստանը ըստ էության խնդիր է տեսնում այն հարցի հետ կապված, որ Հայաստանը տարբեր երկրների հետ հաստատում է ռազմավարական գործընկերություն, որ փորձում է քաղաքական ու տնտեսական այլընտրանքներ։ Այդ խնդիրները Արդյոք սա հիմնավոր չի։ Այդ խնդիրներով թող գնա բանակցի process գտնի, ճանապարհ գտնի, լուծում գտնի իրավիճակում, ոչ թե բերի sense էլի մի քանի, որ երրորդ անգամ արդեն տուպիկի, թող գնա բանակցի, էսի մեթոդա տենց հարաբերություններ հաստատելու համար, բողոքելով չի, մենք արդեն անկախ երկիր ենք, մենք պետք է կարողանանք ճիշտ, համ հեռավորություն սահմանելուց ճիշտ անենք, համ էլ այնպես չանենք, որ վաղը մյուս օր ավելի սրենք իրավիճակը, ու մի բան էլ մի անգամ ասեցի, մի անգամ էլ եմ ուզում ասեմ, այն մարդիկ, ովքեր հիմա ծափ են տալի այս սրացմանը ծափ էին տալի նաև Ադրբեջանի 20 թվականից առաջ Ադրբեջանի հետ սրացմանը ու հետևանքներից հետո ասում են պետությունը այս ճանապարհով գնաց, խի գնաց, մենք մեզ խղճում ենք։ Մեզ խղճալ պետք չի, պետքա ճիշտ քաղաքականություն վարել։ Երկրորդ բանը, երեք ինչ որ բարեգործության հետ կապված հայտարարություն արել։ Ինչ անենք։ Այո, ինչ անենք։ Չանենք բարեգործություն։ Իրապես բռնենք մարդ բռնել տանք ամբողջ օրը, երեխեքին առանց հեր մի քանի ամիս թողենք, հա, ինչ անենք։ Մարդ բռնել տանք ամբողջ օրը իրապես, որ լավ զգանք, որ ինքը ասի դա լավ է։
մի հատ ցույց է տալիս, որ այդ փորձը իրապես ինքը Ավել լույս է գրե դպրոցների վրա։ իրապես կպատասխանեմ իրապես պետքա ուղակի նստեինք հայկական ժամանակի գրասենյակում ու բոլորի անունով բան գրեինք, թե ինչ որ քայլ անեինք։ Ինքը դեռ հարկերի առումով խնդիրներ ունի, շատ լրատվամիջոցներ էս բային այդ խնդիրները չունեն։ Ինչ վերաբերվում է մոտեցմանը բարեգործության, իրպես լինենք մենք, մարդ բռնել տանք, որ իրան դուր գա։ Ինչա իր ուզածը, ինչա իր երկրում բարեգործությունն է, այն երկրում, որտեղ ինքն է ապրում։ Դրա մեջ ասում եմ, միտեղ գնացի դարպասները վատ էր։ Հայկական ժամանակի դարպասները տեսել եք։ Թող գնա հայկական ժամանակի դարպասներով զբաղվի։ Այն ինչ որ Իրանը չի։ Իմը չի, Իրանն էլ չի։ Սեփականությունը այդ գործարանի, որը ինք ուզում է պետականացնի, Իրանը չի էտի, պետությանն էլ չի, ամենալավ մարդունն էլ չի։ Իմն էլ չի, էտի, այդ գործանի սեփականատիրոջն է։ Այո, ու ընդհանրապես մարդու ունեցվածքը, էտի այդ մարդու սեփականությունն է։ Սեփականազրկենք մարդկանց։ Իրապես գնանք սեփականազրկենք, ինչ է իր ուզածը։ Այս ամբողջ process-ի մեջ ինք ուզում է բոլորս իրապես լինենք, որ նստենք ու ընդհանրապես ուրիշներին ասելուց առաջ ինքը մի հատ Իրանը թող նայի։ Ասում եմ զանգել եմ, ասել եմ դարպասները դարպասները լավը չի։ Մի հատ հիշի որտեղ ես դու աշխատել, քո դարպասները հիշի։ Այդ մարդը 100 հատ սարքել է։ Քաղաքականապես ոնց ուզում ես վերաբերվի։ Բայց 100 հատ տենց բան է սարքել։ Բարեկարգել է գործարը, մի անուն դիր։ Ամեն ինչին դնում անուն է դնում։ Պարոն Կարապետյան, այն մեղադրանքներ ա ձեզ ուղված, որ հավելագրումներ արել հեծը դպրոցների վրա եւ ասում են պայուսակներ այդ հավելագրումները։ Մի մոտապես 6 ամսվա ընթացքում 40 թե 50 մարդ ենք անի աշխատանքից դրա համար։ 30 մարդու հետ կապված եղել է ծառայողական քննություն։ Վերադարձվել է ավելի շատ գումար այդ հավելագրումներով պայմանավորված մեր քննության ժամանակ, քան իրենք են արել։ Հիմա չգիտեմ, ես վերջի 4-5 ամիսը աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով չեմ ուսումնասիրել, բայց մինչև այդ մեր 6 ամսվա ընթացքում նախորդ տարվա ու իրենց մենք հավելագրումը ավելի շատ էին գտել։ Հավելագրումը լուծելու միակ ճանապարհը էդի սմարթ հաշվիչներն են։ Դնում ես հաշվիչը ավտոմատ ցույց է տալի բազային։ Դուք պնդում եք, որ առանց հեծի սեփականատերերի իմացությանն են այդ հավելագրումները։ Այսինքն այսօր հավելագրումներ, շատ հավելագրումներ կան։ Այսօր ուրեմն իր իմացությամբ հավելագրում է արվում։ Եթե իր իմացությամբ է, ուրեմն այդ հավելագրած գումարը գնում է իր տուն։ Դուք տեղյակ չեք եղել ոչ։ Մենք տեղյակ ենք եղել, որ խնդիր կա։ Իհարկե տեղը առաջի օրվանից հեծի ձեռքբերումից մենք տեղյակ ենք եղել այդ խնդրի մասին։ Մի քանի անգամ լրագրողների հետ հանդիպան ժամանակ ես էլ եմ նշել այն ժամանակ, երբ որ կառավարման process-ի մեջ ներգրաված էի։ Ես էլ եմ նշել, որ կա խնդիրներ, մի քանի խնդիրներ կար։ Թեր գրանցում հավելագրում։ Ինչպես է տեղի ունեցել դա։ Մեկից թեր գրանցել են, մյուսին հավելագրել են։ Հեծը դրանից ոչ մի օգուտ չի ունեցել։ Ունեցել է թե մեկին թեր գրանցում են, մյուսին հավելագրում են։ Դրա համար գտել ենք սմարթ հաշվիչների համակարգ, որը տարածաշրջանում ունիկալ է։ Ստեղծել են գործարան։ Գործարանը այդ սմարթ հաշվիչները մատակարել է, այսպան 700,000 մարդ սմարթ հաշվիչներով է ստանում իր էլեկտրականության վճարը։ Այդ դրա արդյունքում կորուստներն են նվազել, հավելագրումներն են։ 300,000 մարդ դեռ սմարթ հաշվիչներով չի ստանում։ Այդ իսկ պատճառով կա հավելագրում։ Գնում ես սմարթ հաշվիչներ դնում ես, հավելագրում չի լինում, չես ելնում անպատասխանատու քաղաքական հայտարարություններ անում։ Խորհրդարանի մեկնարկից առաջ ոնց որ թե հանդիպում արդեն ֆրակցիայով ունեցել եք, որոշում ունեք արդյոք եք առաջադրելու փոխնախագահի պաշտոնի համար եւ հանձնաժողովների նախագահների հետ կապված։ Ընդհանուր այո, ունենք պատկերացում։ Վերջնական որոշումը տեղի կունենա հենց նիստից, ազգային ժողովի նիստից մի քանի ժամ առաջ ընդհանուր խմբակցության հանդիպման, այդպես է process-ը, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Կան օրինակ, կա մի քանի դիրքավորված ուղղություններ, որը վերահսկման համար բավական կարևոր է։ Դրանք հնարավոր է մենք վերահսկողության ֆունկցիա ունենալու համար իրանց գործերին հնարավոր է դիտարկենք վերցնել, բայց չեմ ուզում արդեն։ Եթե ես այսօր ասեմ հանձնաժողովներից մեր համար առաջնահերթությունը, իրենք այդ հանձնաժողովը կվերցնեն։ Այդ իսկ պատճառով պետաիրավականը վերցնեն եւ պաշտպանությունը հայտարարել են։
Խոսում նման տրամադրություններ։ Եթե հայտարարություն լիներ, կասեն։ Այնպիսի հանձնաժողովներ պետք է լինի, որ վերահսկի իրանց գործողությունները։ Եվ Ոչ։ Իսկ Կարապետյան երեք նաև վարչապետ անդրադարձավ Լիպարի Դերմեյանին կապված հեծի եւ կառավարության արբիտրաժի հետ, մեղադրելով, որ ասելով, որ ձեր մարդները են այնտեղ հիմա հիշեց Դերմեյանին։ Ես չգիտեմ ով է մեր մարդը եղել։ Մեր մարդը մեր հայրենակիցներն են բոլոր։ Բոլոր հայրենակիցները ովքեր ունեն պատիվ, ովքեր ունեն կամք, իրեն չէ ասելու, բոլորն են մենք բոլորս իրար համար կարևոր լավ մարդիկ ենք։ Թող անուն չդնի մարդկանց, այդ մարդիկ յուրաքանչյուր մարդ։ Ես իրա մասին առաջ անգամ լսել եմ, երբ որ իշքան հիշում եմ, հենց նույն երկրի վարչապետը հանդես էր եկի հայտարարությամբ, որ համաձայն չէր, թե այսպիսի բան էր տեղի ունեցել։ Այդ մարդու մասին ես լսել եմ այդ ժամանակ առաջ անգամ, որ մարդը համաձայնություն չի տվել իրավական ապօրինի գործընթացների։ Ասում եմ պետքա պարզել հասկանալ ձեր հետ։ Պետքա պարզել, այո, պետքա պարզել այս քննությունները, այս բոլոր քրեական գործերը իրա հետ ինչ կապ ունի, իրա ուղղորդման հետ ինչ կապ, պետքա պարզենք այս բոլորը։ Պետքա պարզենք, թե ինչու է գործ սարքում։